Հաղորդման առաջին հատվածում խոսելու ենք ռինիտների մասին, որոնք շատ տարածված են, շատերս ճանաչում են քթի փակվածությունը, հարբուխանման երևույթները կամ օրինակ քթահոսություն։ Այսօր կպարզենք ռինիտը ինչ է իրենից ներկայացնում, ինչպիսի տեսակներ կան եւ ինչքանով կարող է վտանգավոր լինել ինքնաբուժումը կամ հաճախակի սպրեյերի օգտագործումը, եթե իհարկե դրանք վտանգ ներկայացնում են։ Այս հարցերի շուրջ մեզ լուսաբանում կտա Տաթևիկ Արեգինյանը, Շենգավիթ բժշկական կենտրոնի եւ Wigmore Clinic-ի մանկական եւ մեծահասակների գիտ Կոկորտ Ականջաբանը։ Ողջույն Տաթևիկ, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Նախ եկեք սկսենք նրանից, կարծես թե ռինիտի ախտանշանները, կլինիկական ողջ պատկերը ինձ թվում է, որ մեծ մասամբ մարդկանց ծանոթ են, բայց մենք չգիտենք, թե դա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ տեսակներ ունի, խնդրեմ։ Շատ լավ։ Ռինիտը դա քթի լորձաթաղանթի բորբոքումն է։ Հիմնականում նա հանդիսանում է ամենատարածված քթի խոռոչի հիվանդություններից մեկը։ Տարբերում են ռինիտի շատ տեսակներ, նշեմ մի քանիսը՝ սուր ռինիտ, որը հաճախ լինում է նույն հարբուխը, որ մենք ասում ենք, կարող է լինել ինչպես վիրուսային, այնպես բակտերիալ, ալերգիկ ռինիտ, վազոմոտոր ռինիտ, դեղորայքային ռինիտ, հորմոնալ ռինիտ եւ ատրոֆիկ ռինիտ։ Այո։ Ուզում եմ սևեռենք ուշադրությունը թերևս սեզոնայինին, որովհետև ինձ թվում է, որ հատկապես այս հատվածում երևի թե մենք մոտ ենք այն սեզոնին, երբ շատերի մոտ սրացում է լինում, ինչու է նախ կոչվում սեզոնային, ինչ է դա ենթադրում, ինչ պատճառով է սրվում։ Սեզոնային ռինիտը դա ալերգիկ ռինիտի մի տեսակ է, ալերգիկ ռինիտը լինում է եւ սեզոնային եւ շուշտարյա։ Սեզոնայինը առաջանում է ինհալացիոն ալերգենների տրիգերի պատճառով, այսինքն պատճառը ինհալացիոն ալերգեններն են, որոնք առաջացնում են սեզոնային ռինիտ եւ հիմնականում դա ծաղկափոշին է, ծաղկման շրջանում է լինում, գարունից սկսված, այսինքն մինչեւ ամառ Ինչև աշուն հիմնականում այդ ընթացքում է սրվում սեզոնային Կարելի է ենթադրել, որ դրանք ավելի շատ փաստորեն բակերում, այգիներում, այո, այսինքն շրջակա միջավայրում եւ դրսում գտնվելու ժամանակ հատկապես սրվում է։ Դե օրինակ միևնույն է, եթե ծառեր կան, ծառաշատ կամ տունը, կարող ենք նույնիսկ տան պայմաններում զգալ։ Նույնիսկ կարող եք զգալ տան պայմաններում, որովհետեւ եթե դուք բնակվում եք այդ բնակլիմայական պայմաններում, օրինակ Հայաստանում ամենաշատ տարածված ալերգենը դա բարդին է եւ նրա ծաղկման շրջանում այն պացիենտ բուժառուները, ովքեր ունեն ալերգիա բարդինից, բոլոր ալերգիկ սիմպտոմները արտահայտվում են։ Իհարկե որոշակի միջոցառումներ պետք է կիրառել, որ մաքսիմալ ալերգենից խուսափել, կլիմայի փոփոխություն, քթի լվացումներ, սահմանափակել ալերգենի հետ կոնտակտը, բայց օդային ալերգենների պարագայում դա ոչ միշտ հնարավոր չէ լիովին հաջողել։ Այ խոսենք ախտանշաններից եւ արդյոք կարեւոր է տարբերակել հիմա դա ռինիտ է թե մրսածությունը, ինչու է դա կարեւոր։ Բայց առաջինը կուզենայի ախտանշանները, որտեղ երևի թե հիմնականում դրանք միանման են, բայց արդյոք կան ինչ որ տարբերակիչ նշաններ, որ դա հենց ռինիտին է բնորոշ։ Սուր ռինիտը ալերգիկ ռինիտից տարբերակելու համար սուր ռինիտին հիմնականում բնորոշ է, հիմնական ախտանիշները նույնն են՝ փռշտոց, քթի փակվածություն, քթահոսություն, ալերգիկ ռինիտի ժամանակ քթահոսությունը ջրի քթափանցիկ քթահոսություն է լինում, կարող ալերգիկ ռինիտի ժամանակ զուգակցվել կարծր քիմքի, կոկորտի, քորով, ալերգիկ կոնյունկտիվիտով, իսկ մրսածության սովորական կամ սուր ռինիտի ժամանակ մենք հաճախ ունենում ենք ջերմության բարձրացում, էլի փռշտոցներ, պարոքսիզմալ փռշտոց, գլխացավ, որը պայմանավորված է էլի քթի փակվածության հետ, ջերմության բարձրացման հետ, ավելի համակարգային նշաններ, թուլություն, այդ ասեցի, գլխացավ, ջերմություն, որ կարելի է տարանջատել։ Բացի դա էլ ալերգիկ ռինիտը սեզոնային, հենց կոնկրետ սեզոնի ժամանակ է սկսվում, իսկ մրսածությունը դա արդեն սեզոնայնություն չկա, կապված է օրգանիզմի գերսառեցման հետ, որը նաև տրիգեր է հանդիսանում սուր ռինիտի առաջացման։
Պարզ է։ Շատերը դիմում են միանգամից ինքնաբուժության, մենք զրույցի մինչև սկսելը, ինչպես ես ասացի, շատերը նույնիսկ պրոֆեսիոնալ, շատ մասնագիտորեն խորհուրդներ են տալիս մեկը մյուսին, ինչ կարելի անել, ինչ կիրառել եւ այլն, որոնք են ամենաընդունված միջոցները ռինիտից պաշտպանվելու, կարճացնելու այդ process-ը կամ խուսափելու համար եւ որոնք դուք խորհուրդ չեք տալիս կիրառել, որ նկատում եք այդ քայլը շատերը թույլ են տալիս։ Նայեք, եթե մենք խոսենք ալերգիկ ռինիտների ժամանակ, սեզոնային հենց կոնկրետ ալերգիկ ռինիտների ժամանակ պետք է մաքսիմալ փորձել ալերգենից խուսափել, նախ նկատել, ճանաչել, նախ առաջինը պետք է հասկանալ կոնկրետ ինչից է իրենց ալերգիան, դրա համար մենք զուգահեռ աշխատում ենք եւ ալերգոլոգների հետ եւ նոր եւ ալերգոլոգ ուղղորդում ենք, որպեսզի կատարվեն հատուկ տեստեր, պրիկ տեստեր են մաշկային կոչվում, որոնք շատ արագ եւ անցավ կատարվում են եւ գրեթե մեծ 90-ից ավել տոկոս հավանականությամբ մենք կարող ենք արդեն պարզել, այո, թե ինհալացիոն ալերգեններից որն է առկա պացիենտի մոտ եւ արդեն ըստ դրա կատարում ենք համապատասխան միջոցառումներ, օրինակ քթի լվացումներ աղային լուծույթներով, որ ուղղակի էլիմինացնեն ալերգենը, եթե հնարավոր է սեզոնին նաև կլիմայի փոփոխություն, հաճախակի երևի թե այս բարակամին ոչ թե օդափոխել սենյակը, այլ ընդհակառակը ֆիլտրել օդը սենյակի, օրինակ օդը խոնավեցնող սարքերը կարող են այստեղ օգտակար լինել, այո, իհարկե։ Եվ իհարկե, որպեսզի ախտանիշները մեղմացնենք, հնարավոր նաև հակաալերգիկների եւ այո, օգտագործումը նաև կախված աստիճանից միգուցե նաև քթային որոշ սպրեյ հակաալերգիկներ։ Այո, շեշտեցիք հենց սպրեյերը եւ աղաջուրը լվանալը։ Եթե կարելի է մեկնաբանել արդյոք աղաջուրով լվանալը պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով թե փոքրիկների թե մեծահասակների արդյոք կարելի է թե ոչ, թեկուզ եւ եթե դա 2-3 ամիս օգտագործում է եւ ամենօրյա օգտագործման ջուր է, որ կարծես թե լվացման հետ անում են աղաջուր։ Եվ սպրեյերից օրինակ որոնք են, որ կոր չի տրվում ու կարող են ինչ-որ վնասի բերել, որտեղ ինչքանով գիտեմ մեկը անոթասեղ միջ է, թե լայնացնող է, եթե կարելի է փոքրիկ մեկնաբանություն տակ դրել։ Աղային լուծույթները, որոնք կարող են լինել եւ հիպերտոնիկ եւ հիպոտոնիկ, կախված թե կոնկրետ մենք ինչ ունենք, սուրճ, այո պրոցեսներում երբ ունեն կլինիկա, որոնք ունեն տարբեր տոկոսային հարաբերություններ, տարբեր կիրառման ժամանակահատվածում տարբեր պետք է կիրառել, որոշը ունեն ավելի այտուցը հանող, որոշակի քիթը բացող հատկություն, որոշը ընդհակառակը քթի լորձաթաղանթը խոնավեցնող, փափկեցնող հատկություն։ Բայց ուղղակի եթե ունեք ալերգիա, եթե շրջապատում կա սուր վարակ, վիրուսներ, որ դուք շփվում եք անընդհատ, այդ պարագայում կարելի է որպես պրոֆիլակտիկ կատարել 0.9%-անոց ֆիզլուծույթով, այո, լվացումներ։ Թե փոքրիկներին, թե մեծահասակներին։ Այո, ուղղակի անընդհատ դա անելը ցանկալի չի։ Ցանկալի չէ, մշտապես, որտեղ ամեն դեպքում լորձաթաղանթն էլ զգալի է։ Այո, թարչավոր էպիթելը վնասում են, կամ PH-ը չեք տալիս, սա այսպես անձնական էլի հարց է, որովհետև ինձ շատ հետաքրքիր է, կան մարդիկ, ովքեր այսպես ամբողջ տարին օգտագործում են անոթասեղ միջներ, որովհետև ունեն խնդիր, որը կարծես թե ռադիկալ վիրահատական չեն ուզում շտկել, չէ՞, մեծացած խեցիների մասին է խոսքը, եւ որոնք ունեն հակվածություն ռինիտի։ Կա արդյոք բաղադրիչ, որը դուք խորհուրդ կտայիք չօգտագործել կամ այդքան չարաշահել։ Այո, ցավոք սրտի շատ իմ որպես կլինիկիստ շատ եմ հանդիպում այն դեպքերը, երբ մենք շատ ունենում ենք դեղորայքային հենց ռինիտ ասվածը, որի հենց հիմնական պատճառը երկարատև եւ անհարգի անոթասեղ միջ սպրեյերի դեկոնգեստատների օգտագործումն է։ Օրինակ ալտող նյութերով ասեմ, քսիլոմետազոլին եւ օքսիմետազոլին պարունակող քթային սպրեյերը եւ կաթիլներն են։ Դրանք շատ լավ է օգտագործել միայն բժշկի ցուցմամբ եւ կոնկրետ ինչ որ քանակով 5-ից 7 օր, այո, ոչ ավել։ Իսկ մշտական նրանց օգտագործումը արդեն բերում է կախվածության, այնպիսի խնդիրների, որոնք լուծվում են միայն արդեն վիրահատական եղանակով, բերում է խեցիների մշտական կանգի եւ այտուցի,
այդ պարակայում մենք արդեն էլ չենք կարող որևէ ձև օգնել պացիենտից, բացի այն, որ առաջարկենք վիրատական բուժում։ Դե համար ցանկալի է, այո, եթե դուք դեղատանը ձեզ առաջարկում են անթասեղմիչ սպրեյեր, այո, անպայման խորտակցել, չօգտագործել կամ գոնե խորտակցել բժշկի հետ եւ հասկանալ ինչքան պետք է օգտագործել եւ իրոք այդ սպրեյը ձեզ այդ պահին անհրաժեշտ է թե ոչ, այո։ Բայց պիտի եւս մեկ անգամ խնդրեմ շեշտել ինչ են դրանք, ինչպես են կոչվում։ Հա, քթի անթասեղմիչ սպրեյեր, դենկոնգեստատներ են կոչվում, որոնք պարունակում են օքսիմետազոլին եւ քսիլոմետազոլին տարբեր տոկոսներով երեխաների մեծահասակների մոտ տարբեր են լինում։ Հուսամ, որ ովքեր որ հաճախ են օգտագործում, հիմա կնայեն այդ բաղադրիչը արդյոք կա թե ոչ ու իրենց հետևությունները կանեն, առհասարակ կենսակերպային փոփոխությունները կարող են օգնել թե ոչ, ինչն է օգտակար այս դեպքում խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր տառապում են ռինիտներից։ Ալերգիկ ռինիտների մասին է խոսքը։ Կարող են բոլոր ռինիտները դիտարկել, այո, եթե օրինակ կենսակերպի փոփոխությունը այս պարագայում կարևոր է շուշտարյա ռինիտների ժամանակ, որովհետև եթե մենք ունենք շուշտարյա ռինիտ, իսկ դրա հիմնական տրիգերը դա կարող է լինել կենցաղում տնային բույսերը, փոշին, տիզը, այո, ընտանիք կենդանիները կարող են լինել, ընտանիք կենդանիների արտազատուկները, այս պարագայում պետք է էլի հասկանալ կոնկրետ ինչն է հանդիսանում ձեր ալերգենը եւ բնականաբար վերացնել այն տանից, որ Այճակը բարելավի։ Օրինակ այն մարդիկ, ովքեր սպորտով շատ են զբաղվում, ջուր բավարար քանակով են օգտագործում, դրանք որևէ չափով կարող են իրենց օգնել։ Այո, իհարկե կարող է օգնել, բայց ոչ ալերգիայի պարագայում։ Ոչ սիմպտոմների դեպքում։ Ընդհանուր եթե խորհուրդ ունեք, Ֆուշկոյտաթև խնդրեմ կարող եք հնչեցնել, ինչպես վարվել, հատկապես այս սեզոնին, երբ սրացում կա, մարդկանց կյանքի որակը պակասում է, մշտապես ստիպված են հակաալերգիկներ օգտագործել, եթե կան այդպիսի խորհուրդներ, խնդրեմ, ինչ օրվա պարտադիր անփոխարինելի գործելակարգ կա, որը խորհուրդ կտակ հետևել այս դեպքում։ Եթե խոսքը գնում է սեզոնային ալերգենների մասին, ապա անպայման խորհուրդ կտամ, եթե դուք նկատում եք, որ ձեր մոտ պարբերաբար 2 տարին մեկ նույնիսկ ինչ որ տարի է որ սկսվել է գիտեք այս սեզոնին ձեր մոտ սկսվում է քթահոսություն, փռշտոց, գլխացավ, աչքերի քոր, ապա անպայման պետք է դիմել եւ լոր մասնագետի եւ ալերգոլոգի կատարել համապատասխան տեստեր, պարզել որն է ձեր ալերգենը եւ արդեն ստանալ համապատասխան բուժում։ Ալերգոլոգները նաեւ առաջարկում են իհարկե ալերգիայի սրացումից դուրս իմունոթերապիա, որը շատ հաճախ օգնում է ալերգիայով պացիենտներին հենց սեզոնին ունենալ բավականին լավ արդյունք։ Ավելի թեթև ընթացք։ Այ, ավելի թեթև ընթացք։ Այդ սեզոնից դուրս ինչպես իհարկե, ոչ սրացման ժամանակ։ Բայց եւս մեկ հարց կուզենամ վերջում տալ, արդյոք կա ռադիկալ բուժում, այն մարդիկ, ովքեր հոգնել են մշտապես կոնսերվատիվ բուժումներից, ինչ որ սպրեյ լվացումներ անելուց, արդյոք կա դրա համար ռադիկալ բուժում եւ ինչ որ միջամտություն, հատկապես քիթ կոկորտակաջամբարների խորտ տալիս։ Այո, շատ հաճախ բացի սուր վիճակներից, զննման ժամանակ պարզվում է, որ ունենք ֆունկցիոնալ խնդիրներ, այսինքն միջնապատի թեքվածություն, արդեն կայուն խեցիների գերաճ, որը անհրաժեշտ է շտկել վիրահատական եղանակով եւ այդ պարագայում երբ վերականգնվում է քթի լիարժեք ֆունկցիան, ցանկացած ալերգիայի սեզոն ավելի թեթև է տանում, նույնիսկ չի առաջացնում այդ պարագայում բարդություններ, որ ասում է, փաստեցինք, որ փաստորեն քթի միջնապատի թեքումը կամ խեցիների այդ հիպերտրոֆիկ կամ գերմեծացած վիճակը կարող է որպես երկրորդային ռինիտի պատճառ լինել եւ եթե մենք կարողանանք վերացնել պատճառը, շտկել միջնապատը կամ խեցիները վերացնել, ինչպես ասենք, փոքրացնել, չվերացնել իրենք մեզ շատ պետք է մենք կարող ենք զերծ մնալ նախկինում վերացնում են, որ այդքան է ցանկալի չէ, այո, հիմա այդպիսի տրավմատիկ միջոցներ չենք կիրառում։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք այս թեմայի շրջանակներում խոսեցինք ռինիտներից, մասնավորապես կենտրոնացանք սեզոնային ռինիտների շուրջ, հասկացանք ինչպիսի ախտանշաններ, ինչպիսի պատճառներ կան, բուժման մոտեցումներից այսօր որոշեցինք, որ չխոսենք միայն կոնսերվատիվ բուժումից կամ
սպրեյերից եւ առհասարակ վարքագծից, այլ փաստորեն կա նաեւ վիրահատական միջամտություն, երբեմն դա ձեզ կարող է ցուցված լինել, այնպես մի մոռացեք, որ այս դեպքում եթե դուք տառապում եք ռինիտից, ապա քիթ կոկորտական ջաբան եւ ալերգոլոգների հետ պետք է ծանոթանալ, շփվել, լսել խորհուրդներ եւ իհարկե հետեւել դրանց։ Այս պահին այսքանը, հիմա տեղափոխվենք հաջորդ հատված։